Այժմ բարև, օգոստոսի 7-ին հերթական բոշացեղերի կողմից, անցեղի, այսինքն անցեղ բոշաների կողմից, աղանդավորների կողմից, ուրեմն սրբապիղծների կողմից, հակաքրիստոսների կողմից, հայատյացների կողմից, հայասպանների կողմից կազմակերպած հերթական խայտառակությունն է, այն հարձակումը, որ կազմակերպել է հայկական եկեղեցու դեմ, մեր հավատքի, մեր կրոնի, մեր արմատների, մեր ազգային ամենահինավուրց ինստիտուտի դեմ, իր տրամաբանական շարունակության մեջ է, թշնամին կանգ չի առնելու, մինչև որ հային չզրկի իր հողից, իր հավատքից, հողից զրկելու համար առաջին հերթին պետք է զրկի իր հավատքից, իր եկեղեցուց, որովհետև հենց նույն թշնամին, նույն թլպատ ցեղերը համոզվել են, որ 700 տարի զրկելով պետությունից, միևնույն է չկարողացան մեզ զրկել մեր հողից, ինչ որ հատվածը առայժմ պատմության համար ինչ որ ժամանակաշրջանով գտնվում է օկուպացիայի մեջ, բայց Աստծո նախախնամությամբ դա հետ կգա։ Ինչևէ, կարևոր հարցի մասին, որ այդ սրբապղծությունը, այդ հարձակումը թշնամի թուրքերի հրահանգով գործող թլպատ բոշացեղերը շարունակում են եւ դրա հերթական, ուրեմն դրսևորումը հայոց ամենայն հայոց վեհապարին դատարան տանելն է շինծու խայտառակ ծիծաղելու աշճան անբարոյական, անհիմն ինչ-որ գործով։ Եվ մենք համոզված եմ, եթե ձեռքներս ծալած նստենք և սպասենք, որ հետո չասեք էլի, արա դու իմ սրբությանը, մեկին լավ են գրվում, արա դու իմ սրբությանը կպար, դանակը հանում է, կոխում է, ջիգարը հանում է բան, տեն ստից ձևական թիթիզ բաներ, բայց երբ որ իրական մեր սրբություններին են կպնում, ամենասրբությանն են կպնում, մեր հավատքին են կպնում, մեր տիրոջն են կպնում։ Մենք ասում ենք, դետի միշտ գործնա, աղբերս, հոյիմ գողագան կասկ, քարիմով աղբորը չեն, բակվեցի քարիմովին չեն կպե, որ էտամ իրա տեղը, ոբշմ, պահեմ։ Ասածս ինչա, օգոստոսի 7-ին ժամը 14:30 իրական հայերով գնում ենք հավատացյալ հայերով, որտև հայ, որ ասում ես, այդ ամեն ինչը հետնա, պետք չի ինչ-որ ատանցալներ անել, իրական հավատացյալ և այն, հայերով, որտև հայը, իրական հայը, գենետիկ հայը չի կարա չլինի հավատացյալ, չի կարա չլինի իրական, եթե իրական չի, արդեն հայ չի, հայախոսա։ Գնում ենք մայրաթոր, աղոթելու, որպեսզի Աստծո օգնությամբ այս սրբապղծությանը վերջ տրվի, և 15:30 էլ այնտեղից գնում ենք դատարան մեր զորակցությունը հայտնելու մեր վեհապարին, մեր հայոց, ամենայն հայոց վեհապարին։ Ես տեսնում եմ շո սրբապղծեր ասում են մենք չենք ճանաչում եւ այլն, իհարկե չեն ճանաչում։ Այ քեզ բան, գնա մի հատ ուզբեկի բռնի ասա ճանաչում ես, կասի չեմ ճանաչում։ Գարեգին երկրորդնով կասի չեմ ճանաչում։ Չգիտեմ տենց մարդ։ Ինքը իմ կաթողիկոսը չի։ Ուզբեկի, չգիտեմ, այնտեղ Աֆղանստանցու, չգիտեմ, գնա մի հատ, թեկուզ մի հատ եվրոպացու բռնի, ասա ով է, կաց չեմ ճանաչում, ինքը իմ կաթողիկոսը չի։ Հիմա այդ այլազգի սրբապիղծները բախտի բերմամբ թե պատամամբ ծնված լինելով մեր հայրենիքում, խոսելով մեր մայրենի լեզվով եւ չլինելով ոչինչ ընդհանուր չունենալով հայի հետ, նրանք իհարկե չեն ճանաչում ամենայն հայոց կաթողիկոսին, որովհետեւ ինչպես ես գրել էի, նա հանդիսանում է ամենայն հայոց կաթողիկոսը, ոչ թե ամենայն թուրքոց, կամ ամենայն բոշոց, կամ ամենայն անհայտոց։ Նա ամենայն հայոց կաթողիկոսն է, եւ մենք ամենայն հայերով պետք է պաշտպանենք մեր եկեղեցին, մեր վեհապարին, մեր կաթողիկոսին, անօրինականություններից, ոտնձգություններից, թշնամուց, այդ թլպատ անցեղ բոշեկից։ Այդքան բան, ես լինելու եմ այնտեղ, ես գնալու եմ իմ հարազատներով, իմ ընկերներով հանդերձ,
գնալու ենք Էջմիածին մայր տաճար 14:30 օգոստոսի 7-ին եւ այնտեղից էլ գնալու ենք դատարանի շենքի մոտ մեր զորակցությունը հայտնենք մեր հայերիս բոլոր հայերիս ամենայն հայոց կաթողիկոսին եւ մեր սրբազաններին սպասում եմ հայերին եկեղեցում մայր տաճարում օգոստոսի 7-ին ժամը 14:30-ին